Մեգանյուզ լրատվական Մարգարիտա Դավթյան։ Պարոն նախագահ, այսօր Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման եւ արևմտյան երկրների ակտիվացման պայմաններում։ Ձեր փորձից ելներով, ինչ ուղղություն կառաջարկեիք որպես ռազմավարական Արևմուտք Ռուսաստան, թե հնարավորինս չեզոքություն, եւ արդյոք դա այսօր դեռ իրականում ընտրություն է, թե պարզապես արձագանք իրավիճակին։ Նայեք, այսօր առաջադրվել է մի իմիտացիոն գործընթաց Եվրամիության անդամակցությամբ։ Ես ասում եմ իմիտացիոն, որովհետև կա շատ հստակ կանոնակարգ, թե ոնց են անդամակցում Եվրամիությանը։ Ուղղակի Հայաստանի Հանրապետությունը դիմում է եւ այլ։ Դու կարող եք Եվրո հանձնաժողովի սայթերը մտնել եւ տեսնել, թե ինչպես է դա կատարվում։ Բայց դեկլարատիվ ինչ-որ բան է հայտարարվում, իմիտացիա է ստեղծվում, եթե չեմ սխալվում, երեգել միտում ստեղծվել է եվրոինտեգրման վարչություն։ Շատ հետաքրքիր է։ Չկա եվրոինտեգրացիա, բայց կա վարչություն։ Դա շատ նման է, չէ՞, մեր իրականության մեջ այսպիսի վիճակներ շատ հարցերում ուղղակի հայտնվում են։ Հետևաբար այն ինչ դուք ասում եք, եւս ես ռացիոնալ բացատրություն այդ քայլերի չեմ տեսնում։ Եվրոմիության անդամակցությունը չի երևում, դա ցանկություն է եւ իմիտացիա է, բայց Ռուսաստանի դու արդեն Ռուսաստանից փորձում ես հեռանալ։ Ինչի համար են անում, չեմ հասկանում։ Երբ որ հիմա նայում ես Եվրոմիության առաջնորդներին, անկեղծ ասեմ, ես այդ կադրը երբ որ տեսա Սպիտակ տանը Միջանցքում Տրամփի ասենց հերթով նստած։ Ես մեծ ջանքեր գործադրեցի, որ իմ երևակայության մեջ պատկերացնել այդ շարքում նստած ոչ թե Մակրոնին, Մերցին եւ այլ մյուսներին, այլ փորձել եմ երևակայության մեջ ենթադրել, որ այնտեղ նստած լինեն Ժակ Շիրակը, կողքին նստած լիներ Հելմուտ Կոլը կամ Շրյոդերը, Բերլուսկոնին այնտեղ նստած լինեն եւ անհամբեր սպասեն, թե երբ Զելենսկոյի Տրամփը հանդիպումը կավարտի, միգուցե իրենց կընդունի թե ոչ։ Սա առաջնորդության լրջագույն ճգնաժամ է Եվրոպայում։ Ես չէ, եթե որը մեկը կարող է պատկերացնել, օրինակ Ժակ Շիրակին ընդե նստածել, այսինքն սպասելուց։ Ես կառաջարկեի նաև մեր հանրությանը մի քիչ այս խառը աշխարհում այդ աչքերով նայել այն ամեն ինչին, ինչ կատարվում է։ Եվ ուր ենք մենք գնում։ Ինչի են գնում։ Լավ, Ֆրանսիայի նախագահը շաբաթը կարա 3 հայտարարություն անի իրար հակասող։ Վերջում Սարկոզին նախկին նախագահ մի բան արեց, մի հարցազրույց տվեց։ Լսել եք թե չէ, չգիտեմ։ Ինչ է ասում։ Ասում հանդիպել եմ նախագահ Մակրոնի հետ։ Ինքը ինձ ասում է խորհուրդ տուր, թե ինչ անեմ այս վիճակում, ինչ որ հարցում։ Ես ցիտում եմ։ Ասում եմ ես հրաժարվեցի, ասեցի քեզ խորհուրդ չեմ տալիս, որովհետև ինչ ասում եմ, դու գնում ես ճիշտ հակառակն ես անում։ Հիմա սա է վիճակը։ Իմ կարծիքով ես ձեր հարցի ռացիոնալ պատասխան իսկապես չունեմ, որովհետև ես ինքս չեմ հասկանում, թե այս քաղաքականությունը իրականացնող մարդկանց գլխում ինչ բիոխիմիա է կատարվում։ Այդ բիոխիմիան Հայաստանի շահերի հետ հեչ կապ չունի, ռացիոնալ աշխարհաքաղաքական հաշվարկների հետ եւս հեչ կապ չունի, բայց անում են։ Երևի այսքանը։ Պարոն նախագահ, մի փոքր բան, այդ նկարը հետո ստուգեցին, որից խոսում եք,